Դա նորմալ պրակտիկա է պարլամենտական երկրներում եւ նման տրամաբանությամբ կազմվող միավորների մեջ դա նորմալ տրամաբանություն է։ Իսկ այդ ո՞նց է ալնում, որ Գյումրիում քիչ ձայն հավաքած տեխնացուն, որը 2 անգամ ավելի քիչ ձայն է հավաքել, մնացածը միացան եւ այսօր քաղաքապետ է։ Բա այդ ըլնումա ներողություն Վանաձորինը չի լնում։ Այդ ո՞նց է տենց։ Այսինքն եթե ձեզ է վերաբերվում, ընդդիմադիրներին է վերաբերվում, այդ նորմալ է, չէ, ժողովրդավարական պրոցեսներ է։ Եթե դա կարա վերաբերի իշխանությանը, մարդ են գողանում։ Ինչ ո՞նց եղավ դες։ Չէ, մի րոպե մի հատ խոսենք, վերջացնենք, հա։ Ահա։ Ավելի շատ ձայներ ունենում, քան իշխանությունը գնում է քաղաքացիական։ Լուրջ ես ասում։ Այսինքն քաղաքացիական պայմանագիրը եւ Փելեշյանի դաշինքը իրար հետ ավելի քիչ ձայն ունեն, բայց դաշինք են կազմել։ Եղբայր, ես քեզ խնդրում եմ, արի չմտնենք մի դիսկուրսի մեջ, որտեղ դու պարտված ես դուրս գալու։ Որովհետեւ կրկնում եմ, երբ որ ձեզ է ձեռ տալիս, դա պարզվում է ժողովրդավար գործընթաց, երբ որ ձեռ չի տալիս, դա ինչ որ մեկին գողանում, ոչ մեկին չի գողանում, ես այդ մարդուն չեմ ճանաչում եւ որևիցե կապ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունի եւ ասեմ ավելին, ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալ։ Գյումրեցին իր ընտրությունը կատարել է, մենք Գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ, տեր ենք կանգնում մեր ձայներին եւ շարունակելու ենք աշխատանքները, վերջի մենք այնտեղ առաջի տեղն ենք զբաղեցրել եւ շատ աննախադեպ շատ ձայն ենք հավաքել, 2 անգամ ավելի շատ, քան ընդդիմադիրների 2-րդ, 3-րդ տեղը կամ 4-րդ տեղը եւ շարունակում ենք աշխատանքը։ Իսկ Վանաձորի հետ կապված հələ ես շատ խիստ կասկածներ ունեմ, որ ձեր նույն Մամիկոն Ասլանյանը մեծ հաճույքով քաղաքացիական նշված ձեր Մամիկոն մեծ հաճույքով քաղաքացիական պայմանագրի հետ չէր աշխատի եւ չէր բանանի։ Այլ հարց է քաղաքացիական պայմանագիրը դրա ցանկությունը ուներ թե չուներ, իսկ պարզվում է, որ նման ցանկություն իհարկե չի եղել։ Պատգամավոր պատիվ ունենից արդեն ստորագրել է։ Բա ինչ ենք անելու, բա ինչ են քաշվանք, բա հիմա ինչ ենք անելու։ Իդեպ 5 պատգամավոր արդեն պատիվ ունենից գործընթացը աննախադեպ մի բան, 4 տարի անց իմպիչմենտ դաշինքի, ոնց էր, պատիվ ունեմ դաշինք, չէի սպասում, անկեղծ շատ աննախադեպ։